Եթե մենք պատկերացնենք ինչքան կարևոր դեր է խաղում ջուրը մեր օրգանիզմում, մենք ինքներս ամեն օր կխմենք եւ մեր երեխաներին կսովորացնենք եւ մեր ընտանիքին կօգնենք ու կհետևենք, այնքան կարևոր։ Ես ինքս ջուր շատ քիչ եմ խմել ու ունեցել եմ տարբեր խնդիրներ ջուր չխմելու կամ քիչ խմելու պատճառով։ Խմել եմ թեյ, սուրճ, կաթով սուրճերը շատ եմ խմել, միջև չեկավ այն օրը, որ ես իմ ջրի մեջ սկսեցի ավելացնել Herbalife-ի բարձր որակի բուսական մթերքները, որոնք ինձ օգնեցին ճիշտ քանակությամբ, ճիշտ կարգով ու ճիշտ ձևով ջուր խմել, որովհետև նրբությունները այնքան շատ են ու այնքան անհատական։ Օրինակ, ջուրը, թեկուզ սովորական ջուրը, որ խմես, ինքը չի կարա լիարժեք մաքրի։ Իհարկե, ավելի լավ է ջուր խմես, քան ընդհանրապես չխմես, բայց եթե արդեն ջուր խմում ես կամ դժվարանում ես ջուր խմել, ավելացնել մեր բույսերը, որ միշտ մեր մոտ վաճառքի կա, այո, իրանք ջրի համը փոխում են, իրանք փափկացնում են ջուրը ու հեշտ է գնում ու բնական ճանապարհով դուրս է գալիս, նույնիսկ հանում է հետը բոլոր այն այտուցները, այն հին կուտակված այն ջրերը, որը խանգարում են մեզ լավ։ Եթե դու կարողանաք ձեզ սովորացնել ամեն օր ճիշտ քանակությամբ հեղուկ խմել, եւ մեր բուսական ըմպելիքը, եւ վարսակային խնձորային ըմպելիքը, եւ լավացնում է մարսողությունը, աղիների աշխատանք, աղիների միկրոբիոտան, այսինքն այդ բակտերիաները, որ ապրում են մեր աղիների մեջ, ավելի առողջ մթնոլորտ այնտեղ լինելու, ու այդ պատճառով դուք փոքր չափաբաժնով կստանալու եք, դուք մի փոքր ուտելու եք, հասկանալու, որ դուք կուշտ եք, հասկանում եք, որովհետև աղիների միջով կերացնուդը յուրացվում է եւ օրգանիզմը վերցնում այն առողջարար սննդարնյութեր ուտելիքից, իսկ մարդիկ մեկ ուտում են, ոնց որ չկշտանան, ինչու, որովհետեւ չի յուրացվում կերացնուդը նորմալ ու լիարժեք։ Դու պիտի վիտամին ստանաս, դու պիտի հանգանյութ ստանաս, բայց չի հասնում տեղ, որովհետեւ ֆերմենտներ չի արտադրվում, աղիների միկրոֆլորան առողջ չի, անընդհատ ձգում է քաղցր, անընդհատ ձգում է հաց, անընդհատ ձգվում է այնքան ուտել, որ փորը ուռը լիքը լինի։ Ու իհարկե այդ պատճառով օգտագործելով չափից շատ սնունդ, խմորային սնունդ, պանիր, թթու, նույնիսկ առողջ սնունդը կարա նպաստի վատ ինքնազգացողության եւ տարբեր խնդիրների եւ ավելորդ քաշի։ Դրա համար ջուր խմելը դա կարևոր 6 հիմունքներից է, որի մասին միշտ խոսում ենք, ու ամեն մարդ պետք է սովորություն դարձնի մինիմում 1.5 լիտր ջուր խմի օրական։ Եթե դժվարանում եք խմել, գրեք ինձ անձնական, ես կօգնեմ